Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Տեղեկություն չունեմ։ Իսկ արժանապատվի իրեր արդեն կան։ Չկան այս պայդրությամբ արգրաված իրեր չկան եւ սրա պարզ պատճառը այն է, որ Արցախյան Հանրապետության ներկայացության շենքում չեն կարող գտնվել այնպիսի փաստաթղթեր, որոնք վերաբերում են 2021 թվականի Արցախյան Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների շրջանակներում իրականացված միջոցառումներին։ Սա այնքան պարզ է ժողովուրդ։ Ես փորձեմ ոչ իրավաբանական լեզվով բացատրեմ։ Այն գործողությունները, որոնք կատարվել են 2021 թվականին, ընդ որում կատարվել է այդ նույն գործողությունները, դրանց իրավաչափության ես նախնական իհարկե գնահատական կտամ։ Այնքանով որքանով, տեսեք, այդ նույն գործ, օրինակ պայմանական ես իմ տունը գրավադրել եմ, չգիտեմ, Արջին բանկում, իմ տունը մնացել է Արցախյան Հանրապետությունում, հիմա Հայաստանի Հանրապետության կառավարությունը այդ բանկի փոխհատուցումը տրամադրում է։ Այդ նույն գործողությունը կատարվել է նաև 20 թվականի պատերազմից հետո Արցախի մի մնացած հատվածում, այդ օկուպացված հատվածում գտնվող զետեղված գույքերի վերաբերյալ։ Հիմա այդ գործողության, դրան հաջորդել է 2021 թվականին որոշակի գործողություններ Արցախի ներդրումային հիմնադրամի հետ։ Սեսիայի պայմանագիր, այնտեղ չգիտեմ, պահանջը զիջելու վերաբերյալ որոշակի գործողություններ, կառավարության որոշումներ եւ այլն։ Կատարվել, ավարտվել 2025 թվականի հունիսում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Արցախյան Հանրապետության ներկայացության մշտական տեղեկայման վայրում ինչպիսի փաստաթղթեր պետք է գտնեն։ Քաղաքական եք համարում համատեքստը եւ պայմանավորում եք նախորդին կայացած լսումների հետ, այս ակտիվ քննարկումների հետ, արցախահայերի հստակ դիրքորոշման հետ։ Տեսեք, հենց այսօրվա կատարվող խոզարկությունը չի կարող, ուղղակի սա չի կարող, չգիտեմ, պատահականություն լինել, որ խոզարկությունը կատարվում է հենց այսօր։ Ըստ դատարանի որոշման խոզարկությունը կարող է կատարվել մինչև դեկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածը, որ անմիջապես հաջորդել է Արցախի Հանրապետության սահմանադրության օրվա արդիվ հրավիրված լսումներին, կարծում եմ բոլորդ կռահում եք, որ պատահականություն չէ։ Որոշման մեջ արծածել Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը հասկանալի պայմաններով պայմանավորված, կարծում եմ եւս բոլորը տալիս եք դրան տրամաբանական գնահատական։ Սա ես ավելի քան վստահ եմ, որ սա այն արշավի շարունակություն է, որ իրականացում է Արցախի Հանրապետության ներկայացության շենքի նկատմամբ։ Տեսեք, ես նաև հիշեցնում եմ, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը հայց է ներկայացրել վարչական դատարան այս ներկայացության սեփականության իրավունքի պետական գրանցումը վիճարկելու պահանջով, որի շրջանակներում վարչական դատարանի նորանշանակ նախագահը հրաժարվում է անգամ Արցախի Հանրապետությանը գործով ներգրավել որպես սուբյեկտ։ Այսինքն Արցախի Հանրապետությունը սեփականազրկվում է առանց իր կարծիքը անգամ լսելու։ Այս շենքը պատկանում է Արցախի Հանրապետության կառավարությանը, Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեն կատարել է պաշտոնական պետական գրանցում եւ ունենք սեփականության իրավունքի վկայական։ Սկսեցին սկզբում տեղեկություններ տարածել, չգիտեմ, յանում է շենքը գրավադրված է եւ այլն, ես ապացուցեցի, որ չկա նման բան։ Հիմա էլ դիմել են դատարան, ասում են շենքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցումը անվավեր ճանաչեք։ Դիմում եք դատարան, ասում եք գոնե մեր կարծիքը լսեք, ասում է դուք սուբյեկտ չեք։ Արցախի Հանրապետություն սուբյեկտ, պատկերացնում եք Հայաստանի Հանրապետության վարչական դատարան, ասում է Արցախի Հանրապետություն կամ Արցախի Հանրապետության կառավարություն սուբյեկտ, որպես չգիտեմ, օտարերկրապետություն, ամեն դեպքում այսպիսի գնահատականի մենք չէինք կարող արժանանալ։ Հայաստան քննչական այլ գործողություններ մինչ օրս եղել են, ես նկատի ունեմ այլ շենքերում, ոչ միայն այստեղ։ Կապված այս վարույթի հետ, ոչ, այս վարույթի հետ կապված սա առաջին ըստ ինձ հասանելի դարձած այս պայծրությամբ տեղեկությունից 1 ժամ է ինչ իրազեկվել եմ այս վարույթի մասին։ Ըստ դատարանի որոշումը ես ներգրաված եմ որպես Արցախի Հանրապետության շենքի լիազոր անձանց ներկայացուցիչ, այսինքն այս խոզարկությանը մասնակցում եմ որպես շենքի լիազոր ներկայացուցիչ։ Ձեզ նշեցին, թե որքան կշարունակվի այստեղ քննչական գործողությունները եւ առաջին հարկում ավարտել են։ Ավարտին եմ մոտենում։ Իսկ պաշտոնյաներից Արցախի, օրինակ Արցախի նախագահի կամ այլ պաշտոնյաներ մասնակցում են քննչական գործողություններին։ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնակատարը, ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանը շենքում է, Մարտիրոսյանի պաշտպանը եւս շենքում է, Արտակ Բեգոյանը տեսակ, որ արդեն արձազուրից տվեց շենքում է, աշխատակազմի ղեկավարը եւս շենքում է, որոշ պատգամավորներ եւս շենքում են, ով իրազեկվում գալիս է այստեղ։ Հնարավոր չեմ համարում, իրավական չեմ համարում, ավելի ճիշտ կլինի այսպես պատասխանեմ։ Հնարավոր է ձերբակալություններ, իրավական չեմ համարում, իրավաչափ չեմ համարի։ Հնարավոր ամեն ինչ էլ հնարավոր է, ես հիշեցնում եմ 1 տարի առաջ գրեթե այս նույն ժամանակահատվածում ինչպես են դարպասների դուրը ջարդել, ինչ որ մեքենա արգրավել, յանում թմրանյութերի հետ կապ ունի, հետո հետագայում պարզվեց, որ թմրանյութերի հետ որևէ կապ չունի ընդհանրապես։ Դատարանը որոշում կայացրեց, որ այդ մեքենան հանդիսանում է
կոնկրետ անձիսեփականություն, հիմա էլ հրաժարվում են տրամադրել, ասում են դե բա գիտեք, մի քնիչ մյուս քնիչից արգրավել, հետո էլ գույքը հանձնել են պետական կառավարման կոմիտե։ Այն գույքը, որ ստեղից արգրավել են, ես ձեզ հիշեցնեմ, խոսքը վերաբերում է այդ ավտոմեքենային, որի անընդունելիք շրջանակներում էին բանում։ Հիմա հանդիսանում է պետական գույքի կառավարման կոմիտեի տիրապետության տակ գտնվող գույք։ Պարոն Երեցակները, դուք ասացիք ցուցմունքի հիման վրա է այս ամենը։ Ինչ ցուցմունք է տվել սա։ Չէ, ես սխալ հասկացա։ Ես ասեցի դատարանը իթիվս այլոց, այսինքն քնիչը միջնորդությունը ներկայացնելիս իթիվս այլոց հողում է կատարել նաև Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդմանը։ Ես Սամվել Կարապետյանի կողմից տրված ցուցմունք։ Օրինակ, ես ձեզ բարձրացնում, կարող է Սամվել Կարապետյանը ասա, ես ընդհանրապես դրանից որևէ տեղեկություն չունեմ, քնիչը դա դրել է միջնորդության հիմքում։ Օրինակ, կամ առհասարակ այդ քրեական հետապնդումը, ես կարծում եմ սա այս խուզարկությունը, այս գործողությունները, սրանք եւս, չգիտեմ, ապացուցողական գործողություններ են լինելու, որոնք հետագայում օգտագործվելու են այս կամ այն վարույթի շրջանակներում։ Այսինքն սա զուգահեռ է եւ մեր եւ այլ անձանց նկատմամբ տարվող քաղաքական հետապնդումների։ Որպես իրավաբան ես ձեզ վստահեցնում եմ, որ այսօր Արցախի Հանրապետության ներկայացության շենքում խուզարկություն կատարելու նախ հիմքերն էին բացակայում, ու դատանի որոշումը բնականաբար կբողոքարկվի վերադասության կարգով։ Այդ մեկ երկրորդը առհասարակ այդպիսի միջնորդությամբ դատարան դիմելու անհրաժեշտություն չկար։ Այդ նույն տրամաբանությամբ նրանք կարող են խուզարկություն իրականացնել, չգիտեմ, փաստաբանական գրասենյակում կամ որևէ այլ տեղ։ Էլ ես չեմ ասում, որ խուզարկության ընթացքը այնպես է տևում, ծանոթանում են այնպիսի փաստաթղթերի, հիմա ներողություն, բայց պետք է ասեմ, էլի գալիս են, որ ինչ որ չգիտեմ, գաղտնի փաստաթուղթ ճարեն, բանկի հետ կատարված այս կամ այն գործողությունը, բացում են տեսնում զոհվածների ցուցակն է, բացում են տեսնում Արցախ Հանրապետության մշակութային այն արժեքներն է, որոնք մնացել է Հայաստանի Հանրապետությունում։ Սրանք այն տրամաբանական փաստաթղթերն են, որոնք կարող էին գտնվել Արցախ Հանրապետության ներկայացության մշտակ։ Օրինակ ԱԱԾ-ի զոհված տղաների ցուցակն է, զոհվածների ցուցակն է, չգիտեմ, Արցախ Հանրապետության գրքերն է, մշակութային այն արժեքներն է, որոնք մնացել է Հայաստանի Հանրապետությունում։ Դրանց վերաբերյալ քաղվածներն է, երեկվա լսումների վերաբերյալ ելույթներն է, Արցախի վերադարձի հետ կապված փաստաթղթերը, գալիս են բանկային փաստաթուղթ գտնեն, չգիտեմ, ինչ որ ապօրինի հակաիրավական փաստաթղթեր գտնեն, քնիչը բացում է, տեսնում այդպիսի փաստաթղթեր։